Սատանան, դևերը եւ նրանց գործակիցներն են Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենը սրտնեղած է։ Երեկվանից համացանցում տեղեկություն են շրջանառում, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափարի անունը, բացի մի հոգուց ու այդ մեկը ինքն է։ Ես կարելին ասեմ եմ, որ ես իրավունք չունեմ այդպես բան անելու 25 տարի ես Վեհափարի անունը տվել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանն այս կիրակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մտադիր է Գյումրիում պատարագի մասնակցել։ Այս մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն քահանայի խոսքից հասկանում ենք, որ այդպիսի մտադրություն կա։ Ավելին, ըստ Տեր Ռուբենի, Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը պատարագի։ Մի առիթով վարչապետը մասնակցել է իր մատուցած ծեսին։ Քահանան դեմ չէ, սիրով կպատարագի։ Վարչապետին բարեպաշտ քրիստոնյա է համարում, բայց խնդրում է եկեղեցու գործերին չխառնվել։ Ձեզ որ արգում եք, դուք էլ մեզ արգեք։ Նրա հետ մի շարք մարդիկ են բանակցել։ Քահանան պատմում է, նույնիսկ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են Վեհափարի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն դիմել։ Ես ասել եմ, ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ։ Երեք էլ իմիջիալոց ասեմ, այստեղի ԱՑ-ի հետ եկել էի Շիրակի, բա Տերաջան խնդրում։ Ասի ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասի դա բացառվում է։ Վեհափարը գործող հարապետն է մեր։ Մենք իր անունը 25 տարի ես պատարագներին տվել եմ ու էլի պիտի տամ։ Ըստ Տեր Ռուբենի Սուրբ Հակոբում պատարագի մասնակցելու Փաշինյանի մտադրության ու քահանայի նախընտրելի պահվածքի մասին տնտեսագիտականի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է ասել։ Վերջինս 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման նախաձեռնողներից էր։ Ինքը եկավ ասեց Տերաջան, ուզում ենք որ դու պատարագես եւ այլն, հիմա կպարզ ասեմ, որ Վեհափարի եւ Վեհափարի անունը պատարագին չտակ։ Կարեն Պետրոսյանը հերքեց, ասաց քահանաների հետ ամենօրյա ռեժիմով է կապի մեջ, այդպիսի բան չի ասել։ Իմ կողմից որևէ հորդոր նման հարցով չի եղել եւ ցանկացած քահանա ինքն է որոշում պատարագի ժամանակ իր ընթացքը եւ այդ ամբողջ խորհրդակատարությունը։ Իմ կողմից առուն զեղչելու որևէ հորդոր, որևէ հոգևորականի չի եղել։ Պետրոսյանը նկատեց, պիտի այնպիսի կաթողիկոս լիներ, որ ցանկացած պատարագի ժամանակ նրա անունը հավատացյալների շուրթերին լինի։ Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան սակայն անընդունելի է համարում իրենց ինչ որ գործընթացների մեջ ներքաշելու այս փորձը։ Մեր վարչապետը այդ քահանաներին գցում է փորձանքի մեջ։ Հասկանում եք դա։ Չի կարելի այդպես բան անել։ Քահանայի բառով փորձանքների մեջ արդեն մի քանի քահանաներ են հայտնվել, այսինքն կարգալույծ են արվել։ Այսօր էլ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն զրկվեց քահանայական կարգից Մայրաթորի որոշմամբ։ Նա պատարագել էր վարչապետի մասնակցությամբ ու զեղչել կաթողիկոսի ու թեմակալ առաջնորդի ազատազրկված Մկրտիչ Սրբազանի անունները։ Տեր Ռուբեն քահանան տարակուսում է։ Եթե Նիկոլ Փաշինյանը որպես շարքային հավատացյալ է մասնակցում հոգևոր արարողություններին, ինչպես են ինքը կամ թիմակիցները Տեր հորը հորդորում ինչ անի, ինչ չանի։ Եթե Փաշինյանն այնուամենայնիվ գա իր պատարագին, քարոզի ժամանակ որոշ բաներ կբացատրի քահանան, բայց դեռ ոչինչ պարզ չէ։ Հələ բարձր չի եղել։ Ինձ որևէ բան չեն ասել, որ պարոն վարչապետը պետք է գա։ Ես դեռ ոչինչ չգիտեմ, ընդամենը դա ֆեյսբուքյան զրույցներ է։ Սուրբ Հակոբ եկեղեցու ավագ քահանա Տեր Վարուժանն էլ դեռ հաստատում չունի վարչապետի մասնակցության վերաբերյալ։ Շեշտեց ինքն այդ օրը որտեղ էլ պատարագի, աղոթքների տեքստը խմբագրել չի պատրաստվում։ Դա հակականոնական է, մենք ենթարկվում ենք կանոններին, այդպիսի ցուցում իմ կողմից չկա։ Շիրակի թեմում 24 քահանաներ են ծառայություն մատուցում։ Արդյոք երկրաշարժի զոհերի տարելիցի օրը վարչապետը Գյումրիում կգտնի հոգևորականի, որ պատարագ կմատուցի առանց Գարեգին II անվան հիշատակության։ Հստակ չէ։ Անցած տարի դեկտեմբերի 7-ին վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ Գյումրիում էր։ Ծաղկեպսակ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Հարևանությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի չմտան։ Այստեղ ամենայն հայոց կաթողիկոսներ վերաուծում Սուրբ Սեղանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը այդ օրը 25 տարվա անմնացորդ ծառայության համար Վեհափարից եպիսկոպոսական պանակ ստացավ։ Գյումրու այդ ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եկեղեցական շքանշան։ Վերջին երկուսն այժմ կալանավայրում են։